շատ տարածված ոչ միայն բիզնեսում, ընդհանրապես կյանքում շատ տարածված սխալ է ֆինանսների կառավարման մեջ սպոնտան չպլանավորված ծախսերը։ Բիզնեսում sense մի հատ կանոն կա, հա, եթե ծախսերը չվերահսկես, դրանք կժռեն ցանկացած շահույթ։ Անկախ նրանից ինչքան մեծ շահույթ եք ստանում, եթե ծախսերը չվերահսկես, դրանք հաստատ կժռեն ձեր շահույթը։ Դրա համար պիտի ծախսերը միշտ խիստ վերահսկողության տակ լինեն, անկախ նրանից դուք շահույթ ունեք թե չէ, շահույթը շատ է թե քիչ է։ Ընդհանրապես լավ կլինի այս կանոնը պահեք, ծախսելը միշտ պիտի ավելի դժվար լինի, քան վաստակելը, հա։ Ինչ է սա նշանակում, որ պրոցեսուալ առումով, հա, զուտ ընկերությունում պրոցեսները կազմակերպելու առումով ծախսը անելը պիտի ավելի բարդ լինի, ավելի դժվար, ավելի ժամանակատար լինի, քան գումարը վաստակելը։ Այսինքն ամեն ծախս պիտի ինչ-որ հաստատման process անցնի, նախ որովհետև այդ դեպքում հոգեբանորեն շատ ծախսեր ուղղակի չի արվում, որպեսզի այդ process-ը չանցնի, ու երկրորդը այդ հաստատման process-ում շատ ծախսեր ուղղակի ֆիլտրվում են, դուրս են գալիս, արդյունքում չեն արվում, ինչի արդյունքում ծախսերը կրճատվում են։ Այսինքն սրա մասին ավելի մանրամասն խոսենք, հա։ Նայեք, որպեսզի սպոնտան ու չպլանավորված ծախսեր չունենաք, չանեք, պիտի բնականաբար նախապես պլանավորել ծախսերը, նախապես պլանավորել, թե այս ամիս ինչ ծախսեր ունենք, հա, պիտի պլանավորել ծախսերը ամսական կտրվածքով, ու ցանկալի ավելի երկար կտրվածքով, ասենք տարեկան կամ երամսյակային կտրվածքով, բայց ամսականը մինիմալ կտրվածքն է ծախսերի դեպքում, որ պիտի պլանավորել, թե այս ամիս ինչ ծախսեր ունենք։ Ցանկալի է ծախսերը պլանավորել նաև պրոյեկտների կտրվածքով, ըստ պրոյեկտների, ըստ ուղղությունների կամ ըստ բիզնեսի ֆունկցիաների։ Այսինքն ամսական եւ ըստ պրոյեկտների կամ ամսական եւ ըստ ֆունկցիաների։ Օրինակ, մարքեթինգային ծախսերը, հա, պիտի պլանավորել ամսական ու ըստ մարքեթինգային ուղղությունների, ասենք, այսինչ ուղղությամբ Facebook-ի գովազդի վրա այսքան ծախսենք նախատեսել, չգիտեմ, այլ գովազդի վրա այսքան ծախս, նյութերի տպագրման վրա այսքան ծախս եւ այլն։ Աշխատավարձի գծով ծախսերը, հա, ունենք ամսական ծախսեր ու ըստ ուղղությունների, որտեղ ինչքան ծախս ենք պլանավորել։ Այս պլանավորումը իրականացնելը երկու բանում է օգնում, հա, նախ սպոնտան ծախսերից է ձերծ պահում, որովհետև եթե դուք պլանավորում եք ու այդ պլանը փորձում եք պահել, հա, գոնե 80%-ով պահում եք, շատ ծախսեր հետաձգվում են կամ ուղղակի չեն արվում, որովհետև պլանի մեջ չկային։ Այդ մեկ ու երկրորդը ձեզ թույլ է տալիս պլանավորել, հա, կանխատեսել նաև ձեր եկամուտը, ձեր շահույթը, ձեր դրամական հոսքերը ու ավելի բան, հա, ավելի քիչ հավանականություն կա, որ դուք ինչ-որ պահի կընկնեք բանի մեջ, ռուսերեն ասած կասվի разрывի, հա, փողի դեֆիցիտի մեջ, այսինքն կունենաք ինչ-որ ամսակտրվածքով ավելի շատ դուրս եկող դրամական հոսքեր կամ մտնող դրամական հոսքեր։